երկիր անձի հատվածում եղավ սահմանազատում, այսպես կոչված ադրբեջանական տարածքները անցավ Ադրբեջանին եւ հայկական կողմը չստացավ այդ հատվածում այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքն է կանգնած։ Հայկական կողմը այդտեղ նախ ավելի շատ բան ստացավ իրականում, ստացավ դելիմիտացված սահման, որտեղ կանգնած է ոչ թե զինվոր, այլ կանգնած է սահմանապահ եւ որտեղ սահմանի հենց բերանին երեխաները օր ու գիշեր ֆուտբոլ են խաղում հանգիստ, իհեճուկս այն ներողություն այդ բառի համար վայնասունի, որ որոշ մարդիկ դրել էին, ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք, հիմա շատ ակտիվ գործ է գնում Տրամպի ուղու հետ կապված պրոցեսները առաջ տանելու, որովհետև հիմա քննարկվում են ոչ միայն մենք երբ որ ասում ենք Տրամպի ուղի, ես ուզում եմ մենք հասկանանք, հա, որ խոսքը չի գնում մենակ մի ճանապարհի մասին։ Ենթադրենք պայմանական, ինչ որ մալուխ կարող է 100 կիլոմետր ավելի բարձրով տեղով անցնել, նկատի ունեմ երկրի տարածքը, հա, ինչ որ գազատար պայմանական կարող է անցնել ընդհանրապես ուրիշ տեղով, եւ այդ գործընթացները, որոնք մեծ ծախսի հետ են կապված, հիմա ոնց որ մի քիչ առաջնային են, բայց սահմանագծման եւ սահմանազատման process-ը շարունակվում է եւ հիմա ուղղակի տրամաբանությունը տեղափոխվել է այդ կտորների վրա եւ այդ քննարկումն է գնում, բայց այտենց ժամանակահատված չկա, որ կանգնել է մի կողմը չի պատասխանում կամ զրույց չկա, անընդմեջ այդ խոսակցությունը բանի մեջ է, էլի, սեղանի վրա է։ Եվ պարոն Սիմոնյան, դուք նաև մի միտք եք ասել, որ հայկական զորքը ադրբեջանական տարածքում է գտնվում եւ տարածքի թիվ եք ասել, մոտավոր 148 կիլոմետր, այդ տեղեկությունը ձեզ որտեղից, որովհետեւ քարտեզագիրների հետ երբ որ նստում ենք, նայում ենք, քննարկում ենք, պատմում է դա 4-5 կիլոմետր քառակուսու մասին է խոսքը։ Չէ, Նարեկ ջան, սխալ է եւ պետք է ասեմ, ես տեսել եմ նաեւ հետ պարբերականի նյութը եւ պետք է ասեմ, որ հիմա որևիցե մեկը ռեալ, ոչ մի քարտեզագիր չի կարող կոնկրետ թիվ ասել, որովհետեւ հողի վրա դրանք շատ տարբեր արտահայտում են ունենում, բայց պետք է ասեմ, որ եթե ինչ որ թիվ եք ուզում, մոտավոր թիվ եք ուզում, իմ ասած թիվը ամենամոտն է միջև օրս հնչած թվերին, հիմքը որտեղից է հիմքը, այդ դելիմիտացիայի, դեմարկացիայի process-ի ժամանակ մենք մեր քարտեզների եւ մեր բանի հետ նայում ենք եւ ներողություն եմ խնդրում, ոչինչ, պետք չի դրա համար ճիշտ անդրադառնալ ու պետք է ասեմ, որ մոտավորապես այդ թվի մասին է խոսքը գնում, ասում եմ, թիվ ասել հիմա ոչ մեկ կոնկրետ մաթեմատիկական ճշգրտությամբ չի կարող։